Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամբողջ Եվրոպայի համար, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որոշել է հիմա ելույթ ունենալ, քանի որ միջազգային անորոշ իրավիճակ է ստեղծվել, որն արդարացիորեն անհանգստացնում է ֆրանսիացիներին։ Նա մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները փոխել է դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ եւ պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել Եվրամիության դեմ։ Թևակողում ենք նոր դարաշրջան, Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը վերածել է գլոբալ հակամարտության, ներգրավելով հյուսիսկորեացի զինվորների եւ իրանական ռազմական տեխնիկա։ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը։ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ Միացյալ Նահանգները կարող է մեր կողքին չլինել։ Ով կհավատա, որ Ռուսաստանը կանգ կառնի Ուկրաինայում։ Մենք չենք կարող վստահել Ռուսաստանի հետ համաձայնություններին։ Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ խաղաղության հնարավոր չի լինի հասնել առանց հաշվի առնելու Ուկրաինայի դիրքորոշումը կամ ստիպելով նրան գնալ կապիտուլյացիայի։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ Կիևի եւ եվրոպացի գործընկերների հետ աշխատում են խաղաղության ծրագրի ուղղությամբ։ Մակրոնը շեշտել է, պետք է բացառել ցանկացած հրադադար, որը կլինի փխրուն եւ կարճաժամկետ։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Անկախ այն բանից Ուկրաինայում շուտ խաղաղություն կհաստատվի թե ոչ, եվրոպական երկրները պետք է կարողանան ավելի լավ պաշտպանվել։ Հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդենք մեր անկախությունը։ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Մակրոնը որոշել է եվրոպացի դաշնակիցների հետ քննարկել միջուկային զսպման հարցը։ Մենք ունենք ամենաարդյունավետ բանակը Եվրոպայում եւ ունենք միջուկային զսպման հնարավորություններ, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հավելել է, որ եվրոպական մի շարք երկրներ էլ մեծացնում են ռազմական ծախսերը։ Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ ազգային անվտանգության խորհուրդը դադարեցրել եւ վերանայում է Ուկրաինային ֆինանսավորումը։ Լրագրողի հարցին արդյոք ամերիկյան կողմը դիտարկում է աջակցությունը վերսկսելու հարցը, Քերոլին Լևիտը կրկնել է. ամեն ինչ վերանայման փուլում է։ Միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել հնարավորինս շուտ բանակցելու պատրաստակամության մասին Վոլոդիմիր Զելենսկու վերջին հայտարարությունը։ Լևիտը նաև տեղեկացրել է, որ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ Կիև-Վաշինգտոն քննարկումները շարունակվում են։ Ավելի վաղ Սպիտակ տնից նախազգուշացրել էին Ուկրաինային ամերիկյան աջակցությունը չի վերսկսվի, մինչև Թրամփը չհամոզվի, որ Կիևը խաղաղություն է ուզում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էլ հաստատել է, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային։ Մայք Վոլցի խոսքով Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում եւ վերանայում է Կիևի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ շուտով կկայանա Կիևի եւ Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։ Անդրեյ Երմակի խոսքով ինքը հեռախոսազրույց է ունեցել Մայք Վոլցի հետ, քննարկել արդար եւ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը։ Անդրադարձել են Ուկրաինա ԱՄՆ երկկողմ հարաբերությունների համատեքստում դիրքորոշումների համակարգմանը, մանրամասնել է Երմակը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ուկրաինացի եւ ամերիկացի դիվանագետներն աշխատում են երկու երկրի թիմերի հանդիպման ուղղությամբ։ Դրական տեղաշարժ կա, հուսով ենք հաջորդ շաբաթ կլինեն առաջին արդյունքները, ասել է Ուկրաինայի նախագահը։ Չնայած ռուս-ուկրաինական կարգավորման ուղղված դիվանագիտական գործընթացներին տեղում իրավիճակը լարված է։ Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին, վերջին տվյալով կա 4 զոհ, տուժել են տասնյակ քաղաքացիներ։ Ըստ տեղական իշխանության թիրախում են հայտնվել 5 հարկանի հյուրանոց եւ քաղաքացիական այլ օբյեկտներ։ Հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի շրջանին, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, բնակելի շինություններ, կան տուժածներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։